Սմարթֆոններ, նոութբուքեր, ականջակալներ, խելացի ժամացույցներ, ռոբոտ փոշեկուլներ, էներգաբանկեր, տեսախցիկներ, լամպեր, սենսորներ, թեյնիկներ, ատամի խոզանակներ եւ նույնիսկ ականջի խելացի ձողիկներ եւ ավելի քան 500 տարբեր գadgetներ։ Իսկ հիմա նաեւ մեքենաներ։ Այս ամենը Xiaomi-ն է։ Դուք հավանաբար ձեր տանը գոնե ինչ-որ բան ունեք այս ընկերությունից։ Xiaomi-ն անում է ամեն ինչ։ Իրականում ամեն ինչ։ Չնայած սա շատ երիտասարդ ընկերություն է։ Նա ընդամենը 15 տարեկան։ Խոշոր բիզնեսի չափանիշներով նա պարզապես երեխա է։ Բայց ինչպես է դա նույնիսկ հնարավոր։ Ինչպես կարող եք այդքան հնաճանաչ ապրանքներ հավաքել այդքան կարճ կյանքի ընթացքում։ Xiaomi ինչ հարյուրավոր գործարաններ կառուցել եւ պատանդ պահել 1 միլիոն չինացի բանվորների։ Ես Լեշա Պոդկլետնովն եմ։ Ուրախ եմ տեսնել ձեզ իմ ալիքում ընկերության տեխնոլոգիաների մասին, որոնք այժմ փոխում են աշխարհը։ Եվ այսօր մենք կպարզենք, թե որտեղից է Xiaomi-ն այդքան շատ բաներ։ Վստահ եղեք, պատճառը ձեզ կզարմացնի, քանի որ բիզնեսի բոլոր կանոնների օրենքների համաձայն Xiaomi-ն ընդհանրապես չպետք է գոյություն ունենա։ Նա գրեթե ոչինչ չի վաճառում, հեռախնոլոգիան միլիարդներ է ներդնում հարյուրավոր տարօրինակ մինի ընկերություններում եւ փող է աշխատում ոչ այնտեղ, որտեղ բոլորը մտածում են։ Եվ ամենազարմանալին այն է, որ այս քաոսը հիանալի է գործում։ Իսկ հետո մանրամասն քայլ առ քայլ կվերլուծենք, թե կոնկրետ ինչպես։ Այս ընկերության յուրահատուկ մոդելը ավելի լավ հասկանալու համար գնանք 15 տարի հետ։ Հետո Xiaomi-ն 500 գadget չունի։ Նրանք ընդհանրապես չունեն, բայց կա MIUI իր սեփական պատյան Android-ի համար։ MIUI-ն անմիջապես հավանվեց օգտատերերի կողմից։ Մինիմալիզմ, հարթ անիմացիա, գեղեցիկ ինտերֆեյս, լավ, պարզապես չինական iOS, բայց նաև ճկուն հարմարեցմամբ։ Դուք կարող եք խաղալ թեմաների եւ ոչերի հետ փոխել պատկերակներ եւ հնչյունները եւ այլն։ MIUI-ը շատ արագ ձեռք բերեց շատ երկրպագուներ։ Իսկ 2011 թվականին Xiaomi-ն որոշեց նրա համար տուն կառուցել։ Շուտով հայտնվեց առաջին հեռախոսը Xiaomi Mi 1-ը, այնուհետև Mi 2-ը, մի փոքր ավելի ուշ Mi 3-ը, ինչպես նաև Redmi շարքի առաջին իսկապես բյուջետային հեռախոսը նույնը։ Ընդհանուր առմամբ գործերը լավ ֆոնները սկսեցին լավ վաճառվել եւ ապրանքանիշը սկսեց ճանաչվել եւ սիրվել։ Թվում է թողարկեք նոր մոդելներ, գումար աշխատեք եւ բարձրացեք։ Սակայն Xiaomi հիմնադիր Լեյ Ջունը, որն այժմ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, բոլորովին այլ մտքեր ուներ այս հարցում։ Եվ ահա բանը, այդ ժամանակ Չինաստանում սմարթֆոնների բումը վերել կեր։ Huawei-ը, ZTE-ն, Lenovo-ն, Meizu-ն եւ այլ հզոր ընկերություններ մրցում էին տեսախցիկների պիքսելային որակի եւ մարտկոցների հզորության հետ, ինչպես նաև դաժանաբար սպանում էին միմյանց գնային պատերազմներում։ Թայվանցիներ էլ կային իշտիսից, իսկ Samsung-ը տեղում չէր նստում ու ակտիվորեն զարգացնում էր իր բյուջետային տողերը։ Պարզ էր, որ սմարթֆոնների չինական շուկան շատ դժվար վայր է լինելու։ Xiaomi կոչվող փոքր ստարտափի համար անհավանական դժվար կլինի մրցակցել հսկայական կորպորացիաների հետ։ Ուրեմն ինչ պետք է անենք այդտեղ։ Լեյջունը նույնպես դա հասկացավ եւ շատ անսովոր որոշում կայացրեց։ Նա այսպիսի բան մտածեց. Եթե մենք չկարողանանք գումար աշխատել սմարթֆոնների վրա, ապա մենք գումար կաշխատենք այլ բանով, իսկ սմարթֆոնները կօգտագործենք որպես խայծ կարդ։ 2014 թվականին Xiaomi-ն անցավ շատ համարձակ բիզնես մոդելի, որը կոչվում էր EcoChain։ Xiaomi-ն սկսում է հեռախոսներ վաճառել նվազագույն շահույթով մոտ 5, իսկ երբեմն էլ նորից։ Բայց դա թույլ է տալիս նրան սեղմել մրցակիցներին գնի վրա եւ գրավել հեռախոսների շուկան, հատկապես նրա բյուջետային հատվածները, ահռելի արագությամբ։ Հեռախոսը դառնում է մուտքի կետ։ Նման նպաստակի անց, որի միջով օգտվող ընկնում է Xiaomi միասնական թվային աշխարհը։ Եվ արդեն այս աշխարհում ընկերությունը գումար է վաստակում տարբեր ձևերով։ EcoChain-ը տարբեր խելացի սարքերի եւ Xiaomi այլ արտադրանքների հսկայական հավաքածու է բոլոր առիթների համար։ Եւ ամենակարևորն այն է, որ այս ապրանքները պետք է կապված լինեն եւ միավորվեն։ Ինչպես է դա։ Հաշվի առ, Այսպիսով դուք գնել եք սմարթֆոն եւ անմիջապես դրա հետ գնացել եք ականջակալներ, սնուցող բանկ եւ ֆիթնես ապարանջան, որոնք հատուկ պատրաստված են այս սմարթֆոնի համար։ Մենք նաեւ գնեցինք խելացի կշերքներ, որոնք տեղեկատվություն են փոխանցում ապարանջանի, այն էլ սմարթֆոնի հավելվածին։ Գնում եք նաեւ խելացի տեսախցիկ, դրանզանք, թեյնիկ եւ ինչ-որ ռոբոտ փոշեկուլ։ Տեղադրեք խելացի տուն հավելվածը ձեր հեռախոսի վրա եւ այնտեղ ստեղծեք սցենար։ Դե օրինակ դու զանգում ես դրանզանգը եւ թեյնիկը սկսում է ջուր տաքացնել։ Իսկ հեռախոսը վերածվում է ցմահ հեռակառավարման։ Մի փունջ սարքեր աշխատում են միասին միացված են։ Անցնենք առ բոլոր ապրանքները պետք է ունենան միանման տրամաբանություն։ Ավելի գիտական է օգտատերերի միասնական փորձ ունենալը։ Այստեղ դուք ունեք սմարթֆոն խելացի ժամացույց, հեռուստացույց եւ դրանզանգ։ Եվ նրանք բոլորն ունեն նմանատիպ դիզայն եւ նմանատիպ ինտերֆեյս։ Եվ հետո եթե ձեզ նույնպես պետք է նոթբուք կամ ինչ որ խելացի ձեր տան համար, ապա դա կարևոր չէ, ապա դուք չեք գնա այլ ընկերություն։ Ինչու՞։ Բայց դա շատ պարզ է, մարդիկ ծույլ արարածներ են եւ նրանք իսկապես չեն սիրում հերթական անգամ լքել իրենց հարմարավետության գոտին։ Սա միավորում է, երբ բոլոր ապրանքները նույնն են, նման են։ Իսկ նմանատիպ սարքեր իսկապես պետք է շատ լինեն, որպեսզի դրանք ծածկեն բոլոր կարիքները։ Եվ սա է կոշղթա է ապրանքների ներդաշնակ էկոհամակարգ։ Եվ դուք հեշտությամբ կարող եք գումար վաստակել դրա վրա։ Օրինակ կարող եք վերցնել օգտատեր Վանյային ավելի ճիշտ, օգտատեր Լիին եւ նրան վաճառել լրացուցիչ խելացի գadgetներ։ Դուք կարող եք բաժանորդագրվել առաջադեմ ֆունկցիոնալությանը։ Դե օրինակ անպային պայստավորման համար, առանց որի բոլոր սարքերը բավականաչափ խելացի չեն լինի։ Դուք նույնիսկ կարող եք գովազդը մղել օպերացիոն համակարգի ներսում եւ գործարկել այն միանգամից ամենուր։
Օգտագործողը չի հիանա, բայց ընկերությունը փող է աշխատում։ Դուք կարող եք նաև գումար վերցնել ձեր գործընկերներին։ Ցանկանում եք ինտեգրվել մեր էկոհամակարգին եւ ստանալ մեր հավատարիմ հաճախորդներին, խնդիր չկա, վճարեք։ Իսկ սա բոլորովին այլ խոսակցություն է եւ այլ գործ։ Բայց կա մի ներբերան։ Էկոշտա կառուցելու համար դուք պետք է գամեք էժան, լավ որակի եւ նմանատիպ, բայց տարբեր սարքերի մի ամբողջ ծով։ Երբ դուք պարզապես ստարտափ եք առանց ձեր սեփական գործարանների եւ միլիարդների։ Եվ հիմա մենք հասել ենք մեր պատմության առանցքային պահի։ Մինչ Xiaomi-ին Լեյջունն արդեն փորձառու վենչուրային կապիտալիստ էր։ 2000-ականներին նա սկսեց կատարել չինական տեխնոլոգիական ստարտափներում, իսկ հետո բացեց իր սեփական հիմնադրամը։ Եւ շատ ստարտափներ Լեյջունի փողերով այն ժամանակ շատ լավ էին։ Օրինակ Nio ավտոմոբիլային ընկերությունը, որի մասին իրականում առանձին տեսանյութ ունեմ։ Հղումը կլինի նկարագրության մեջ։ Ընդհանրապես Լեյջունը շատ հմուտ էր փող ներդնել ստարտափներում եւ գիտեր, թե ինչպես անել, որ ստարտափներն իր փողերով արդյունք տան։ Եվ հենց այս մոտեցումն էր, որ նա սկսեց կարել Xiaomi դնթի մեջ։ Նա սկսեց վերափոխել Xiaomi կորպորացիան վենչուրային ֆոնդի եւ բիզնես ինկուբատորի մի տեսակ հիբրիդ։ 2014 թվականին Xiaomi-ն գործարկեց սեփական հիմնադրամ եւ ակտիվորեն սկսեց ներդրումներ կատարել։ Բայց նա դա անում է ոչ թե ամեն դեպքում, այլ մտածված։ Ասես շերտերով։ Նայեք, կենտրոնում մենք ունենք սմարթֆոն։ Սա առաջին շերտն է մեր էկոշտայի միջուկը։ Այնուհետև երկրորդ շերտը լիցքավորիչներ, ականջակալներ, խելացի ժամացույցներ եւ բոլոր տեսային ամենը, ինչ ուղղակի հավելում է հեռախոսին։ Տեղականորեն սա կոչվում է կոմպլեմենտար ապրանքներ ի միջոցով։ Այստեղ մենք առաջին հերթին ներդրումներ ենք կատարում։ Երկրորդ շերտը լրացրել եք։ Հիանալի է, եկեք կանցնենք երրորդին։ Խելացի տուն, կենցաղային տեխնիկա, մակրո խոնավացուցիչ, էլեկտրական սկուտերներ եւ այլ խելացի ականջակալներ։ Եվ երբ այս երեք շերտերը լավ կոչենք, հեռախոսի շուրջ խելացի գադջետներ պատրաստ լինեն, մենք անցնում ենք մնացած ամեն ինչին՝ մանկական խաղալիքներ, հովանոցներ, սպորտային կոշիկներ եւ այլ ոչ հարմարանքներ։ Կարևոր է շերտ առ շերտ լցնել էկոշայինը։ Այնուհետև օգտվողը քայլ առ քայլ տաքանում է։ Դե իշի ճիշտ այնպես, ինչպես այն գործը, որին տաքացրել ու տաքացրել են, եւ հանկարծ նա արդեն գեղեցիկ ու հարմարավետ է ապրում էկոհամակարգում։ Բայց Xiaomi-ն ոչ միայն փող է տալիս, այլ բան է անում։ Վերցնենք երկու վաղ եւ շատ կարևոր ներդրումներ։ Դա Huami ընկերությունն է, որը պատրաստում է նույն Mi Band Fitness ապարանջանը եւ Zimi ընկերությունը։ Սրանք ոչ պակաս խորհրդանշական էներգաբանկներ են։ Xiaomi-ն առաջին անգամ գնել է 25 այս երկու ստարտափներում։ Huami-ն ստացավ էքսկլյուզիվ ֆիթնես ապարանջաններ, իսկ Zimi-ն լիցքավորման կայանի վրա։ Երկու ընկերություններն իրենք են արտադրել սարքը, մինչդեռ Xiaomi-ն օգնել է տեխնոլոգիայի եւ դիզայնի հարցում եւ ապահովել լիարժեք համատեղելիություն իր սմարթֆոնների հետ։ Բայց ամենակարևորը, երկու ստարտափներն էլ կարողացան վաճառել իրենց արտադրանքը առցանց խանութի եւ Xiaomi բուտիկների միջոցով։ Այսինքն Լեյջունը նրանց փող է տվել ու վերցրել իրենց ապրանքանիշի թևի տակ, իսկ դրա դիմաց ստացել է ցանկալի ապրանքի բացառիկ մատակարարումներ, առանց գործարանների եւ այլն արտադրության դիմաց։ Հիանալի բան, եթե ինձ հարցնես, հա։ Միևնույն ժամանակ Huami-ն մնաց անկախ ընկերություն։ Արտադրել է նաեւ այլ ապրանքներ ընդհանրապես առանց Xiaomi-ի մասնակցության, իսկ 2018։ Ինքը Xiaomi-ն ի դեպ պահպանեց իր մասնաբաժինը եւ նույնիսկ գումար վաստակեց այս IPO-ից։ Ահա թե ինչպես է դա։ Դեդին նույնն արեց շատ այլ ստարտափների հետ, Roborock ռոբոտային փոշեկուլներ, Viomi կենցաղային տեխնիկա, Smart MI օտորակիչներ եւ խոնավացուցիչներ, Kingpin սենսորներ, Ninebot սկուտերներ եւ շատ ուրիշներ։ Սրանք բոլորն առանձին ընկերություններ են, բայց միևնույն ժամանակ բոլորն էլ Xiaomi են։ Դուք կարող եք հարցնել. Լեշ սպասիր, այսինքն Xiaomi-ն միայն փող է տալիս եւ վաճառում ուրիշների գադջետները։ Այսպեսով որտեղ է այստեղ նորարարությունը։ Իրականում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է։ Xiaomi-ն պետք է ղեկավարի հսկայական արտադրանքի էկոհամակարգը։ Եվ հավատացեք ինձ, այնտեղ անելիք կա։ Նախ Xiaomi-ն ունի ապրանքանիշեր եւ ենթաբրենդեր։ Ապրանքանիշերն այն են, երբ ուղղակիորեն ասվում է Xiaomi։ Օրինակ նրանց առաջատար հեռախոսները Min են։ Բայց Redmi եւ Poco-ն ենթաբրենդ են։ Այո, սա նույնպես լիարժեք Xiaomi է, բայց անվանման պիտակը տարբեր է։ Իսկ Redmi-ն ու Poco-ն մշակված եւ արտադրված են բոլորովին այլ ընկերությունների կողմից։ Իդեպ այս մասին ունեմ նաեւ առանձին տեսանյութ։ Ես ամեն ինչ մանրամասն կանցնեմ նկարագրության մեջ կլինի։ Երկրորդ Xiaomi-ն պարզապես գումար չի տալիս եւ ստանում ապրանքների պատրաստի խմբականակներ։ Նրանք աշխատում են իրենց ստարտափների հետ։ Ի վերջո մենք 100 տարբեր գադջետներ չեն պետք։ Նրանց պետք է որ այս 100 գադջետները ներսից նման լինեն, որպեսզի օգտագործողի մեկ փորձառությունը լինի եւ նրանք բոլորն ապահովեն առավելագույն ֆունկցիոնալությունը փոքր գնով։ Այո, ամենալավը ձեր փողի համար։ Եվ նաեւ որպեսզի նրանք լավ աշխատեն միմյանց հետ, որպեսզի նրանք ընկերներ լինեն։ Եկեք օրինակ օգտագործենք։ Բացի սմարթֆոններից, ականջակալների եւ բոլոր տեսակի այլ էներգաբանկերից Xiaomi-ն մեծ գումար եւ ջանք է ներդրել խելացի տան համար։ Նույնիսկ Xiaomi Late-ից առաջ Zune ներդրումներ կատարեց Roborock, եւ հետո Roborock-ը գաղթեց EcoChine։ Xiaomi-ն ունի նաեւ խելացի կենցաղային տեխնիկա View-ում, օտորակիչի խոնավացուցիչներ Smart Mi-ով, խելացի լամպեր եւ LED-ներ, light սենսորներ, տեսախցիկներ եւ ակարասենսորներ եւ շատ ավելին։ Այսպիսով 2015-ին ընկերությունը այս ամբողջ պատմությունը փաթեթավորեց առանձին միջյա ապրանքանիշի մեջ։ Միջյան հովանոցային ապրանքանիշը։
Այն ներառում է ավելի քան 100 գործընկեր ընկերություններ, որոնցից 19-ը նույնիսկ գործարկել են իրենց անհատական IPO-ները։ Ոմանք ունեն լիարժեք բաժնետոմսեր իրենց մտքում, իսկ մյուսները միայն օգնում են տեխնոլոգիայի կառավարման եւ վաճառքի տարբեր ձևերով։ Եթե չինացին Վունը սկսում է իր ստարտափը, ապա նրա արտադրանքը ավտոմատ կերպով դառնում է այս ապրանքանիշի մաս, ստանում է Midge բառ անվանման մեջ եւ սկսում վաճառվել Xiaomi խանութների միջոցով։ Բայց ամենակարևորը նրանք ստանում են որակի երաշխիք։ Գնորդը հասկանում է, որ սա Midge-ն է Xiaomi-ի կայսրության մի մասը եւ ոչ թե հերթական անանուն գլխարկը։ Xiaomi ստարտափ հարթակ եւ սկսում է օգնություն ստանալ տեխնոլոգիաների, գիտելիքների մոտեցումների եւ օգտակար կապերի տեսքով։ Հիշեք, որ ես ասացի, որ Xiaomi նման է բիզնես ինկուբատորի։ Այս սարքի արտադրանքն անպայման կաշխատի Xiaomi մյուս սարքերի հետ համատեղ եւ լավ կաշխատի։ Ընկերությունը կվերահսկի դա, կօգնի ձեզ ինտեգրել ամեն ինչ եւ տրամադրել իր ծրագրակազմը։ Հիմա պատկերացրեք, թե ինչպիսին է այն։ Նման վիթխարի ստեղծման եւ զարդանեք ընդհանուր գոտիների ապրանքանիշերը եւ վերահսկեք բոլոր ապրանքների որակը։ Image-ն այդպիսի օրինակներից մեկն է, կան ուրիշներ։ Բայց ամենաուշադիրները հավանաբար կհարցնեն. լավ, ամեն ինչ པարզ է գadgetների եւ բոլոր տեսակի խելացի տների հետ կապված։ Xiaomi ստարտափներ է գնել եւ ինքնուրույն նստած է։ Բայց ինչ վերաբերում է բոլոր սպառողական ապրանքներին, ինչպես սպորտային կոշիկները, ուսապարկերը, շշերը եւ Xiaomi լոգոտիպով շան թասերը։ Արդյոք դրանք նույնպես մղվում են էկոշղթայով։ Իրականում ոչ, անհնար է բոլոր առիթների համար հավաքել ստարտափներ ձեր էկոհամակարգում։ Հետևաբար, երբեմն Xiaomi-ն պարզապես վաճառում է այլ մարդկանց արտադրանք։ Այո, հենց այդպես։ Օրինակ, նրանք ունեն այս բանը, որը կոչվում է Yupin։ Սա շուկա է, որտեղ այլ ընկերություններ գումար են վճարում Xiaomi-ին եւ վաճառում իրենց բարիկները։ Պարզ ասած, դրանք Xiaomi կողմից հաստատված ապրանքներ են։ Yupin-ում կարելի է հանդիպել ուսապարկ, շանթա սպորտային կոշիկներ կամ կոշիկի ինչ-որ խոնավեցնող միջոց, որը պատրաստում է Հանջու քաղաքի գործարանը, որտեղ Xiaomi-ին հայտնի է միայն ասեկոսեներով։ Վաճառողները այս ապրանքներից մի քանիսին կցում են Xiaomi լոգոն, որը նույնպես անվճար չէ, իսկ մյուսներինը ոչ։ Եվ այս ապրանքներն ընդհանրապես կապ չունեն Xiaomi ցանցի հետ։ Այն այս ընկերության մաս չէ։ Սրանք ընդամենը մի քանի հիմար ապրանքներ են, որոնք Xiaomi-ն վաճառում է տանը։ Եվ այս հնարքը կատարվում է ոչ միայն Yupin-ով։ Xiaomi-ն սիրում է վաճառել այլ մարդկանց արտադրանքը իր առցանց խանութներում եւ նույնիսկ ֆիզիկական բուտիկներում։ Ինչու է նա դա անում։ Դե որպեսզի վաստակեք ավելին եւ B, ու ավելի ամրապնդել էկոհամակարգը։ Ի վերջո, այս ամբողջ խնջույքին լեռան հետ նայելով, գնորդը կարծում է, որ ընկերության հնարավորություններն իսկապես անսահման են եւ ավելի է սիրահարվում դրան։ Ընդհանուր առմամբ Xiaomi-ն ամբողջովին փոխում է մեր պատկերացումները տեխնոլոգիական ընկերության մասին։ Այն նման չէ Apple-ին, Huawei-ին կամ Dell-ին։ Xiaomi-ն ինքնուրույն մշակում է իր գadgetների միայն մի փոքր մասը։ Դե քանի որ ձկնորսը միշտ վերահսկում է կերիկների որակ։ Բայց այն, ինչ հայտնվում է հաջորդիվ, խորամանկ չինական վենչուրային սոխն է, տարբեր շերտերի մի ամբողջ փունջով։ Որոշ տեղերում Xiaomi-ն իրականում օգնում եւ մասնակցում է։ Որոշ տեղերում պարզապես գումար է տալիս, որոշ տեղերում ընկերությանը ներառում է իր հովանու ապրանքանիշում, իսկ որոշ տեղերում պարզապես վաճառում է։ Եվ այս մոտեցումը Xiaomi-ին թույլ է տալիս բիզնես կառուցել ոչ թե հեռախոսների, այլ նրանց շրջապատող ողջ տիեզերքի վրա։ Նրանք իրենք են արտադրում միայն առանձին ֆլագմաններ, իսկ մնացած ամեն ինչ աճեցնում են, թքում են տեխնոլոգիայի վրա, պարարտացնում են փողով, վերք են հավաքում ու վաճառում եւ աճում են ահռելի տեմպերով։ Արդյունքում Leijun-ը Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, եւ մեզանից յուրաքանչյուրն այս ընկերությունից իր փողի համար գոնե մի գագաթ ունի։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութ, անպայման բաժանորդագրվեք։ Սա իսկապես օգնում է ալիքին աճել եւ ինձ մոտիվացիա տալիս ձեզ համար ավելի շատ բովանդակություն ստեղծելու համար։ Վերջում անպայման կլինեն իմ մյուս տեսանյութերի հղումները, օրինակ բոլոր չինական սմարթֆոնների կամ չինական արտասովոր մեքենաների ընկերությունների մասին։ Այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։ Ձեզ հետ է Լեշա Պոդկլետնոն։ Կհանդիպենք շուտով